Բարև ձեզ, այս ժամի նորություններն է ներկայացնում հորիզոն լրատվականը 16 հոկտեմբերի 5-շաբթի։ Հայաստանի կառավարությունը շարունակում է Բաքվում պահվող անձանց ազատ արձակելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքը։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է վարչապետը։ Փաշինյանի խոսքով մաքսիմալ ջանք է գործադրում, որ լինեն կոնկրետ արդյունքներ եւ որ դրանք լինեն, կլինի նաեւ հայտարարություն։ Վարչապետին նաեւ հարցրել են, թե ինչ կարծիք ունի որոշ փորձագիտական շրջանակների այն տեսակետների մասին, թե Սամվել Կարապետյանի կողմից նոր ձևավորվող ուժը չպետք է գրանցվի։ Փաշինյանը մինչ այդ պատասխանել է նաև Ադրբեջանի պաշտոնյաների խոսույթում Հայաստանի սահմանադրության հետ կապված պահանջներին, Զանգեզուրի միջանցք ձևակերպմանը վերաբերող հարցերին։ Կա տարածված երկու կողմերի կողմից պաշտոնական հաղորդագրություն։ Ինչը ասում է պաշտոնական հաղորդագրությունը։ Հաղորդագրությունը ասում է, որ քննարկվել է կոմունիկացիաների հարցը եւ թրիփ նախագիծը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսինքն երկու կողմերը այդպիսով արձանագրել են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կա թրիփ նախագիծ եւ հետեւաբար այս հենքի վրա մենք տալիս ենք ձեր հարցի պատասխանը եւ լրացուցիչ վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բացի խաղաղության խաչմերուկ եւ թրիփ ուղի նախագծերից ուրիշ նախագիծ չկա եւ չի կարող լինել։ Հաղորդագրությունը տարածել են ովքեր Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը տարածել են Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպման արդյունքներով։ Էլի ուզում եմ ինչի եմ այսպես պատասխանում ձեր հարցին եւ նաեւ դրա հետ կապված բազմաթիվ հարցերի, հասկանում եք, որովհետեւ թեման ինքը անընդհատ քննարկվող է եւ ճիշտ սկզբունքը հենվել գրավոր թղթերի վրա, որպեսզի չպարզվի, որ որևէ մեկը այսպես է ասել, թե այնպես է ասել, այսինքն ինչ որ թղթի վրա գրված է, ինչ որ մեկը ասել է, մյուսը լսել է, գուցե թե ինչ որտեղ ինչ որ մի բան ճիշտ չի ձևակերպվել, մյուսը ճիշտ չի հասկացել, արձանագրված է թղթի վրա եւ ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ գոհ եմ նաեւ Կոպենհագենի մեր քննարկումներից եւ ընդհանրապես մեր շփումներից եւ ընդհանրապես խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին կատարվող աշխատանքներից։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ դա անառարկելի փաստ է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված։ Ընդ որում ես ասեմ, թե չասեմ, ես կարող եմ ասել, ես կարող եմ չասել, դա իրողություն է եւ այդ իրողությունը կարծում եմ նույնիսկ դժվար է չնկատել։ Հաջորդ հարցի վերաբերյալ սահմանադրության հետ կապված մենք մեր դիրքորոշումները արտահայտել ենք եւ մեր դիրքորոշումների փոփոխության մասին չենք հայտարարել, այդ շարքում մեր դիրքորոշումները չեն փոխվել։ Եթե մենք նման հարց բարձրացնենք, կնշանակի մենք հակասում ենք մեր դիրքորոշումներին։ Իսկ որն է մեր դիրքորոշումը։ Մեր դիրքորոշումն է, որ հիմա արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում այդ խնդիրը լուծված է։ Դե յուրե ամբողջությամբ եւ համապարփակ կերպով լուծված է։ Սահմանադրության թեման մենք արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք։ Սահմանադրության փոփոխության թեմա մենք չունենք։ Մենք սահմանադրության հետ կապված ունենք ներքին օրակարգ եւ այդ ներքին օրակարգի վերաբերյալ հստակ աներկբա հայտարարվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովի ընդունած հռչակագրով։ Ինչ վերաբերվում է որևէ քաղաքական ուժի գրանցվել չգրանցվելուն, ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է։ Ես նույնիսկ ոչ լսել եմ կարծիքներ, որ դա պետքա գրանցել, ոչ լսել եմ կարծիքներ, որ դա պետքա չգրանցել, որովհետև դա ինձ առնչություն չունեցող թեմա է։ Կան ընթացակարգեր, կան օրենքներ եւ կարծում եմ, որ այդ տրամաբանությամբ, այսինքն իրավական հարցը իրավաբանները թող պատասխանեն։ Ստորագրված փաստաթղթերի հետ կապված ինչ առաջընթաց ունենք, որովհետև մարդիկ սպասում են, թե ի վերջո այդ պայմանավորվածությունները ուր կհասնեն, մանրամասները ինչպես կլինեն, արդյոք ստեղծվելու է հայտնի կոնսորցիումը, որի մասին խոսվելու է, կողմերը ինչ ներդրումներ պետք է անեն։
նախագծերի իրականացման մասին մեր պատկերացումները տենց մի քիչ մոնտաժված են։ Մեզ թվում է, որ երբ որ մենք ասում ենք դե թրիպ ուղի, աստեն հաջորդ օրը բոլորս վասում ենք եւ նստում ենք բաները, էքսկավատորները, ինքնագնացները եւ սկսում ենք դա process է։ Հիմա մենք աշխատում ենք բովանդակային տեքստի վրա, նախագծի բովանդակության գեներացման վրա։ Ինք սեղանին դրված են էլեմենտներ եւ մենք այդ էլեմենտները պետք է ամբողջացնենք մի թղթի մեջ, այսինքն առաջին թուղթը պետք է ընդունվի նախագիծը, երկրորդ, երրորդ, չորրորդ եւ այդպես հարցը պետք է հասնի տրամաբանական հաջորդ փուլին։ Բայց ելի ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, ցանկացած լուծում չի կարող դուրս գալ այն սահմաններից, որը արձանագրված է Վաշինգտոնի խաղաղության հռչակագրում։ Գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 30 օրով երկարաձգվել է։ Կարապետյանը կալանավորված է հունիսի 18-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել։ Վարույթը նախաձեռնվել էր Կարապետյանի հարցազրույցից հետո, երբ նա հնչեցրել էր իշխանությունը զավթելուն Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ 4 ամիս կալանքի տակ գտնվող գործարարի մեղադրանքը փոփոխվել է, լրացվել։ Նրան նաև փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել։ Արգածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը 2 ամսով է կալանավորվել կաթողիկոսի քրոջ որդուց, թեմի առաջնորդից բացի կալանավորվել է նաև դիվանապետը։ Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավաբանները քննչական գործողություններ էին իրականացրել Հայ առաքելական եկեղեցու Արգածոտնի թեմի առաջնորդանում։ Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում էր Հովնանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանի հայտարարությանը։ Քահանան ասել էր, թե 2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։ Առևտրային պատերազմ Չինաստանի հետ ռուսական նավթից հրաժարվելու հարկադրանք պահանջներ ոչ միայն Չինաստանին, նաև Հնդկաստանին, Ճապոնիային։ Տնտեսական այս ճնշումներից է խոսել Ամերիկայի նախագահ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Թրամփի հայտարարությունների կարևոր շեշտադրումները միջազգային լուրերում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները առևտրային պատերազմի մեջ է Չինաստանի հետ։ Այս մասին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Պատասխանելով լրագրողի հարցին, Թրամփը շեշտել է, որ իրենք արդեն առևտրային պատերազմ են վարում։ Ավելի վաղ Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ Պեկինը պատրաստ է ինչպես բանակցությունների, այնպես էլ առևտրային պատերազմի։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ ամերիկյան կողմը չինական կողմից ակնկալում է դադարեցնել ռուսական նավթի գնումը։ Չինաստանի դեսպանության մամուլի քարտուղարը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Չինաստանը մերժում է ցանկացած ճնշում, որը փորձ կարվի գործադրել իրենց նկատմամբ։ Չինաստանը հաստատակամորեն մերժում է բոլոր տեսակի անօրինական միակողմանի պատժամիջոցները եւ հարկադրանքի ու ճնշման ցանկացած ձև։ Միջազգային օրենքի շրջանակներում փոխգործակցությունը ողջամիտ եւ օրինական է ու չի վնասում երրորդ կողմերի շահերին։ Հետևաբար դա պետք է հարգվի ու պաշտպանվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է դադարեցնել Ռուսաստանից նավթ գնելը, հայտնում է Deutsche Welle-ն։ Թրամփը նշել է, որ դա տեղի կունենա կարճ ժամանակահատվածում։ Թրամփն այս խոստումը անվանել է մեծ քայլ։ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Ճապոնիան եւս կհրաժարվի Ռուսաստանից իրականացվող նավթի գնումներին։ Հարցը ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը քննարկել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Կացունոբու Կատոյի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպումից հետո նա X-ում գրել է. Ճապոնիայի ֆինանսների նախարար Կացունոբու Կատոյի հետ քննարկեցինք Միացյալ Նահանգներ Ճապոնիա առևտրային եւ ներդրումային համաձայնագրի միջոցով Ճապոնիայի ռազմավարական ներդրումների մոբիլիզացման ծրագրերը։ Նախարար Կատոյի հետ մենք նաեւ քննարկեցինք Միացյալ Նահանգներ Ճապոնիա տնտեսական հարաբերություններին առնչվող կարևոր հարցեր եւ վարչակազմի ակնկալիքը, որ Ճապոնիան կդադարեցնի ռուսական էներգակիրների ներմուծումը։
Թրամփը նաև հայտարարել է, որ ինքը լիազորել է ԿՀՎ-ին գաղտնի գործողություններ իրականացնել Վենեսուելայում, այդ թվում թմրամիջոցների կարտելների դեմ։ Հայտարարությունը հաջորդել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ լարվածության աճին, քանի որ ԱՄՆ զինված ուժերը թիրախավորում են ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավերը։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ Վենեսուելա ռազմանավեր ուղարկելու իր նպատակը թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխելն է։ Թրամփը նաև հստակեցրել է, որ ցանկանում է տեսնել Մադուրոյի հեռացումը իշխանությունից եւ առաջարկել է $50 միլիոն պարգևատրում նրա ձերբակալման համար։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ Ռուսաստանը տեղեկություններ ունի բրիտանական եւ ուկրաինական հետախուզական ծառայությունների կողմից թուրքական հոսք գազատարի վրա դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Ինտերֆաքսը։ Նրա խոսքով բրիտանական հետախուզության անմիջական հսկողության ներքո Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իրականացրել է Սարդոստային գործողությունը Ստամբուլում, Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցություններից անմիջապես առաջ։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Գյումրիի Ավագանին այսօրվա նիստում օրակարգային հարցերից բացի քննարկել այլ առաջարկներ, որոնք վերաբերել են նաև բնակարանային ապահովությանը։ Այսօր հրատապության կարգով նիստում անդրադարձել են նախկին ռադիոգործարանի հանրակացարանում ապրող 9 ընտանիքների բնակության ծայրահեղ պայմաններին, խնդիրը լուծելու տարբերակներին։ Իսկ օրակարգի բուռն քննարկման տեղիք տված հարցը, որը վերաբերել է Սահմանադրական դատարան դիմելու քաղաքապետարանի ներկայացրած նախագծին, քվեարկության հերթին չի հասել։ Հուսահատության, անելանելիության պտույտում հայտնված հանրակացարանի բնակիչներն ամեն անձրևից քամուց հետո ու արդեն 30 տարի ահազանգում են, բողոքում, որ այլևս բաց տանիքով ու լուսամուտներով շենքում ապրելն անհնար է։ Վիճակը սա է բուլվարային թաղամասի նախկին ռադիոգործարանի հանրակացարանային վթարային շենքում, որտեղ 9 ընտանիք դեռ շարունակում է բնակվել։ Հարցը Գյումրիի ավականու նիստի օրակարգ էր ներառվել հրատապության կարգով, թե ինչպես ու ինչ տարբերակով կարելի է լուծել այս ընտանիքների բնակարանային խնդիրը։ Քննարկման տրվեց այդ ընտանիքներին 2 տարի վարձակալության գումարներ տրամադրել ապահով բնակարաններ տեղափոխվելու ժամանակավոր ապրելու համար։ Ուրեմն գնում ենք մարդկանց հետ պայմանավորվում ենք, գումարները ոչ բնակարանները չենք ասում ինչ որ 200 գանի առանձնատներ, բան նորմալ պայմաններում, որ մարդը գնան ապրեն։ Այդքան գումար մենք կարող ենք հատկացնել քաղաքապետարանի բյուջեից։ Ովքեր են կողմնակից, որ հիմա հստակ մենք չենք կարող ասել թե 100,000 կամ 150,000 կամ 70,000, բայց որ միջինը մենք դա պետք է անենք այդ փաստը։ Դե ձերըմպա չկա, բարի։ Առաջարկն ընդունվեց միաձայն առանց քննարկումների, բայց նույն մոտեցումը չէր օրակարգային մյուս կարևոր հարցերի դեպքում։ Օրինակը Գյումրիի քաղաքապետարանի Սահմանադրական դատարան դիմելու առաջ բերած նախագիծն էր, որտեղ առաջարկում են սահմանադրական կարգով վերանայել համայնքների բյուջեների շահութահարկերից ու եկամտահարկերից պետական բյուջե մուտքագրվող գումարներից քաղաքին տրվող մասհանումների չափը։ Ըստ քաղաքապետի վերադարձվող գումարն այնքան փոքր է, որ խոչընդոտում է քաղաքի զարգացման ծրագրերին։ Պատկերացրեք, տարվում է քաղաքից 85 միլիարդ դրամ։ Դուք պատկերացնում եք Գյումրի քաղաքից ինչքան գումար է հավաքագրվում։ Եվ Գյումրու քաղաքապետարանին տրվում է 4 միլիարդ։ Հիմա 26 թվականին ինչ որ նախատեսված կա 4 միլիարդ ու կես, բայց դա դրանք առ ոչինչ են։ Քաղաքապետն իրավասություն ունի այս հարցով դիմել Սահմանադրական դատարան եւ ըստ Վարդան Ղուկասյանի առանց ավականու որոշման, բայց եւ հարցը բերել է օրակարգ, որ շոշափի ավականու մյուս խմբակցությունների վերաբերմունքը։ Կառավարությանը դատի տալու քայլը չողջունեցին քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները, տալով իրենց մեկնաբանությունները, որոնք ավելի թեժ ընթացք տվեցին քննարկմանը։ Ըստ ձեզ առողջացման ծրագիր է կառավարությանը դատի տալը եւ նաեւ անընդհատ հողում են կանում կառավարությանը, բայց չմոռանանք, որ քաղաքապետը դուք եք, իհարկե կառավարությունը իր մասով պարտավորությունները իրականացնում է, մեր գործընկերները առիթ կունենան այդ մասին խոսելու, բայց ուզում եմ լսել նաեւ ձեր առողջացման ծրագրերը Գյումրու զարգացման հետ կապված։ Ամբողջ քաղաքը թաղված է հոգսերի մեջ, եւ այդ հոգսերը քաղաքի ուսերից թոթափելու փոխարեն գիշեր ու զօր դժգոհում եք Հայաստանի Հանրապետության կառավարությունից, թե սա մի կառավարություն է, որը անընդհատ հոգսեր է ստեղծում։ Վարդան Ղուկասյանը կառավարությանը մեղադրում է իբր Գյումրու հասանելի գումարները չտրամադրելու կամ քիչ տրամադրելու, որը ինքս համարում եմ իրականության կապ ունեցող։ Պարոն Ղուկասյան, վերջապես ուզում եմ ձեզ օրդրով դիմել, ձեր ժամանակը, ձեր էներգիան, ձեր աշխատակիցների ժամանակը, էներգիան
եթե տրամադրեք Գյումրի համայնքի ավականու կողմից լիազորված բյուջեի կատարմանը կամ հավաքադրման, ինչպես նաև ծախսերի մասով է, ինձ թվում է մեր համայնքի բյուջեն էլ ավելի կավելանա, մեր սուբվենցիոն ծրագրերի համայնքի մասնաբաժինն էլ ավելի կավելանա, դրանից կողքեվորվեն նաև այլ ներդրողներ եւ քաղաքը սկսի ավելի սրընթաց առաջ։ Ես ցավում եմ, որ 70 միլիարդ դրամ է ներդրված Գյումրի քաղաքի զարգացմանը, եւ այդ 70 միլիարդից մեկ աշխատատեղ չի ավելացել։ Ես ցավում եմ, որ 70 միլիարդ դրամ է ներդրված Գյումրի քաղաքին եւ մի բնակարան չի կառուցվել։ Եվ այդ գումարները որտեղ է ծախսվում, դա էլ զարմանալի է։ Թեժ քննարկումը այլ անկյունից սկսեց դիտարկվել, երբ քաղաքապետն ավականու անդամներին առանց անուն ազգանունների դիմեց։ Քաղաքացիական պայմանագրի ավականու անդամների համար մտերմիկ դիմելաձևն ընդունելի չէ։ Այսուհետ փորձենք պոլիտ կոռեկտ լինել եւ միմյանց հետ հարգանքով խոսել։ Աղջիկ ջան, աղջիկ, երիտասարդ, զերծ մնացեք նման բառամթերք օգտագործելուց։ Այստեղ բոլորը ավականու անդամներ են, թիմ օրենքով քաղաքական պաշտոն են զբաղեցնում, ունեն ազգանուն եւ դիմեք իրենց ազգանունով, բոլորի հետ խոսեք դուքով, որպեսզի այդ համագործակցությունը ստացվի։ Ես մի երկու բան ասեմ, շատ լավ գեղեցիկ ելույթ ունեցավ։ Մենք այսքան կանգնի կանոն ազգանունները մեն։ Հարությունյան քննարկը, շնորհակալություն ելույթի համար։ Ի վերջո ընդհանուր հայտարարի գալ չստացվեց սահմանադրական դատարան դիմելու հարցում։ Առաջարկվեց պետական բյուջեից 6 միլիոն դրամ հատկացնել փաստաբանական ծառայություններից օգտվելու եւ իրավաբանական նորմերին համապատասխան փաստաթուղթ կազմելու համար։ Ես ունեմ առաջարկություն, հավաքվենք բոլորովս, թող իրեք նկարահանվի այդ ամենը, տեսախցիկների մեջքով, ներկայացնենք բոլոր հիմնավորումները, բոլոր իրավական կողմերը, մենք այստեղ նստած լսեն նաև մեր համակարգացիները եւ Հայաստանի բնակչությունը։ Այդ առաջին տեղում հասկանանք, կազմենք առաջարկությունով հանդես գանք կառավարությանը։ Այստեղ էլ Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը հիշեց, որ կառավարությանն ուղղված եւս մեկ առաջարկ նախորդ նիստում էր ավականին հաստատել, բայց այն դեռ մնում է անարձագանք։ Ես հորդորում եմ, որ մեր գյումրեցիները անկախ կուսակցական պատկանելիությունից, եթե բերվում է լավ ծրագիր Գյումրու համար, ուրեմն կողմ լինեն։ Կռիվ տան նաև իրենց կուսակցությունների հետ, որ գիտեք ինչ կասա, Գյումրու համար է, բերեք անենք։ 10 հատ էլ ղեկավարություն փոխվի եւ Գյումրին չճանաչեն ազատ տնտեսական կոդի, ես էլ լինեմ 60 տարեկան, նորից խոսելու եմ, որ Գյումրին պետք է դառնա ազատ տնտեսական կոդի։ Սահմանադրական դատարան դիմելու հարցը մանրամասն քննարկելու նախագիծ համարվեց հեղինակների եւ մասնակիտական խմբի հետ առաջիկա հանդիպումը։ Հստակեցումները թույլ կտան սահմանադրական դատարան դիմելու նախագիծը կրկին բերել ավականու օրակարգ։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ 2 տարի առաջ հաստատված հիմնանորոգման ծրագիրը նոր է մեկնարկել։ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրում էր ընդգրկվել Գյումրիի մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցումը։ Շինարարության ուշացման պատճառը համարվում է քաղաքի կառավարման գործում առաջ եկած ներքաղաքական համաձայնությունները։ Մեկ ամիս առաջ է շինարարը սկսել գործը։ Երկաթե կառուցատարերով հավաքված մարզադպրոցի շենքը ապա մոնտաժվել է 28 տարվա երկաթե հիմնակմախքի վրա նոր մարզադպրոց է կառուցվում։ Մարմնամարզության մարզադպրոցից երկաթե հիմնակմախքն է մնացել։ 28 տարի ավտոկայան թաղամասում գործող մարզադպրոցի հավաքովի կառուցատարերը ներսից ու դրսից արդեն քայքայվել էին։ 1100 քառակուսի մետր մակերես ունեցող սենդվիչ պանելային կառույցը ապա մոնտաժման էր ենթակա ամբողջությամբ։ Շինարարը քանդել է ոչ միայն հիմնական, նաև ներքին օժանդակ հատվածները։ Ապա մոնտաժման ընթացքում քանդող վարպետները ի հայտ են բերել բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, որոնք տարիներով չեն շտկվել ու դարձել են դպրոցի տանիքի պատերի վնասման պատճառ։ Հին սիստեմի պանելներ են, ստեկլովատ ասած, որը ժամանակի ընթացքում նստվածք էր տվել պանելների մեջ։ Պանելները ինչ-որ տարած մնացել են առանց հերմետիկ ստեկլովատի։ Դրա համար հիմնականում արդեն շարքից դուրս են եկել։ Մանկապատանեկան մարզադպրոցը թեև դրանից վթարանության աստիճան ձեռք չի բերել, բայց տարեցտարի տանիքն է վնասվել։ Դրա հետևանքն էլ եղել են կաթոցներ եւ անընդհատ խոնավության առկայությունը շինությունում։ Ջերմամեկուսացում շենքը չի ունեցել, տաքուհովից քայքայվել են պատերը։
Կանոնավոր ջեռուցում մարզադպրոցում ապահովել հնարավոր չի եղել, ինչի պատճառով նաև մարզական գույքն է վնասվել։ Տեսանելի խնդիրները թաքցրել են կոսմետիկ նորոգումներով։ Մեր դահլիճը ջեռուցվել է, բայց ջերմության կորուստ ունեցել ենք հենց սրանց պատճառով։ Դե հիմա ավելի ջերմակայուն, ավելի նոր, ավելի դիմացկուն սենդվիչներով են փոխարինվելու։ Տանիքի խնդիր ունեցել ենք, ընթացքում տանիքի այդ կատոցները, բաները ընթացքում միշտ կառուցվել է, միշտ վերանորոգվել է, բայց ընդհանուր առմամբ կդուրի այդ մեր ասած խնդիրները չեն վերածել վերջնական, էլի։ 2 տարի առաջ մարմնամարզության դպրոցը դիտարկվեց հիմնանորոգման ենթակա կառույց, ընդգրկվեց 2023 թվականի սուբվենցիոն ծրագրում։ Շինարարության նախագիծը ժամանակին է արվել, հաստատում ժամանակին ստացել, բայց աշխատանքները չէին սկսվում։ Այս ծրագրի ձգձգումների պատճառն էլ քաղաքի կառավարման համակարգում առաջ եկած ճգնաժամն է եղել։ Գործնական փուլին ծրագիրը հասել է միայն այս տարվանից, ընդամենը 1 ամիս առաջ։ 391 միլիոն դրամ նախահաշվային արժեք է ներկայացված եղել, բայց շինմրցույթը 319 միլիոն դրամով շահել է Երևանյան ընկերությունը։ 72 միլիոնով պակաս գումարով խոստանում է նոր մարզադպրոց կառուցել մարմնամարզիկների համար։ Գումարի 55%-ը կհատկացվի քաղաքի բյուջեից, մնացածը պետության հետ կտրամադրվի ՄԱԿ-ի միջոցներից։ Արդյունքում երկաթե հին հիմնակմախքի վրա կհավաքվի նոր մարզադպրոց։ Այս տարածքում նախատեսում են հանդերձարաններ բոլոր հասակի սերի երեխաների համար, լոգարաններ են նախատեսում, զուգարաններ են նախատեսում է ոչ թե դահլիճ, այլ տրիբունա հանդիսատեսի համար 80 տեղանոց, նախատեսում է վերելակ։ 2 տարում են ավարտելու կառուցումը։ Այս ընթացքում մարզադպրոցը չի գնա հարկադրված պարապուրտի։ Արդեն այդ խնդիրը լուծել են։ 2 տարի պարապմունքները կանցկացնել Լևոն Իշտոյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի շենքում, որի դռները 10 տարի փակ էին։ Տարածքը մարզումների համար հարմարեցրել են մարզիչներն ու սաների ծնողները համատեղ ուժերով, իրենց հետ բերել են ունեցած մաշած գույքը։ Շատ ծանր վիճակ էր դահլիճը, լքված դահլիճ էր, աբագիներից, լյուսերից, գոյուղուց բռնած ոչինչ չկար, ընդཐུպ հադագը։ Դա կարողացանք վերանորոգել, իհարկե թերություններ կան, մի թեթև կատոցներ կան, ուզում ենք վերացնել, որովհետեւ գույքը չփչանա, արդեն տեղավորվել ենք, շատ նեղված է դահլիճը, մի կերպ պետք է կարողանանք յոլա գնալ, այսպես ասած, մինչև մեր դահլիճը պատրաստվի։ Մյուս կողմից երկար ժամանակ չշահագործված մարզական կառույցում ջեռուցման համակարգ չկա։ Ձմռան ամիսներին պարապմունքներն անելը նոր խնդիրներ է ստեղծելու։ Մենք փորձելու ենք էլեկտրական այն ուժեղ տակացուցիչներով դահլիճը տակացնել։ Ամեն դեպքում կաշխատենք 17-18 աշան, դահլիճը անպայման պետք է լինի, որովհետեւ խուսափենք վնասվածքներից։ Ցելոֆաններ ենք անցկացրել, փորձում ենք առաստաղը նույնպես ցելոֆանով պատել, որովհետեւ կարողանանք ջեռուցումը պահպանել։ Սպորտային եւ գեղարվեստական մարմնամարզությամբ, սպորտային ցատկերով ու ակրոբատիկայով զբաղվող սաները 2 տարի պարապելու են նախորդի համեմատ 2 անգամ փոքր դահլիճում։ Բայց տարածքային նեղվածությունը ամենամեծ դժվարությունը կամ խնդիրը չէ մարզադպրոցի համար։ Գյումրիի ավտոկայան թաղամասում գտնվող իրենց դպրոցը հարմար տեղ է հատկապես գյուղերից եկող երեխաների համար։ Հիմա տեղափոխության տեքստիլ թաղամաս հասնելու պատճառով սաների թիվն է կրճատվել։ 200 մարմնամարզիկներից մոտ 50-ը դադարեցրել են հաճախումները։ Մարզադպրոցի երեխաների մոտ 30%-ը մենք կորցրեցինք, քանի որ գալիս էին գյուղերից, հիմա արդեն հնարավորությունը քիչ է, չեն կարող 2 տրանսպորտով հասնել ստեղ, լավագույն երեխաներ կորցրեցինք։ Ժամանակավոր ու մի քիչ անհարմարավետ տարածքում մարզիկների հետ աշխատելը մարզիչների համար բավական դժվար է լինելու։ Այս պայմաններում մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցը պատրաստվում է եւ հայտ են ներկայացնում 2 միջազգային մրցելույթների մասնակցության։ Նոյեմբերի 1-ից 3-ը մարզադպրոցի սաները հանդես են գալու Թբիլիսիում գեղարվեստական մարմնամարզության եւ Աջայրիայում սպորտային ակրոբատիկայի բաց առաջնություններում։ Հասմիկ Թումասյանը, Արադ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լավը սպառված է, ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։